Եկեք մի պահ մտածենք մի հարցի շուրջ, որը թվում է թե շատ պարզ է։ Ինչ է իրականում նշանակում լինել քրիստոնյա։ Շատերս կարծում ենք, թե պատասխանը գիտենք, բայց արդյոք այդպես է։ Այսօրվա մեր քննարկման ընթացքում փորձելու ենք գտնել ավելի խորը սահմանում։ Հավատքն է, թե բարի գործերը։ Իրականում ո՞րն է Քրիստոսի հետևորդ լինելու բանալին։ Դե գիտեք, աղբյուրը, որն այսօր քննարկում ենք, ցույց է տալիս, որ սովորական պատասխանները միգուցե ամբողջ պատմությունը չեն պատմում։ Եկեք միասին պարզենք։ Այսպիսով սկսենք առաջին կետից, սա ավելին է, քան պարզապես հավատքը կամ գործերը։ Եկեք միասին քննենք ու, այսպես ասած, մարտահրավեր նետենք ամենատարածված պատկերացումներին։ Լավ, առաջին հարցը։ Միթե ամեն ինչ հավատալու մեջ է։ Շատերն այդպես են մտածում, բայց աղբյուրը մեզ մի հետաքրքիր բան է հիշեցնում, նույնիսկ սատանան է հավատում։ Ճիշտ է, բայց դա հաստատ նրան քրիստոնյա չի դարձնում։ Այնպես որ պարզ է, որ սա բավարար չէ։ Պետք է ավելի խորը փորենք։ Okay, եթե հավատքը չէ, գուցե կրոնական գործերն են, ասենք աղոթելը, եկեղեցի գնալը, բարեգործությունը, սրանք կարևոր բաներ են, չէ, բայց պարզվում է սա էլ կարող է բավարար չլինել։ Աղբյուրը մեզ ուղղում է դեպի մի շատ ուժեղ նախազգուշացում Սուրբ գրքից, որտեղ ասվում է. «Հեռու գնացեք ինձանից, ես ձեզ երբեք չեմ ճանաչել»։ Պատկերացնում եք։ Այսինքն նույնիսկ գործեր անողները կարող են մերժվել։ Սա արդեն լուրջ մտածելու տեղիք է տալիս։ Լավ, իսկ ինչ կասեք ուղակի բառերի մասին։ Պարզապես Տեր ասելը բավական է։ Դե, այստեղ էլ աղբյուրը մեզ ցույց է տալիս, որ բառերի ու սրտի միջև հաճախ մեծ անջրպետ կա։ Ինչպես Քրիստոսն ինքն էր ասում, շատերը նրան փառաբանում են իրենց շուրթերով, բայց նրանց սրտերը շատ հեռու են Աստծո կամքից։ Այնպես որ խոսքը միայն խոսքերի մասին չէ։ Այսպիսով, եթե դա ոչ հավատքն է, ոչ գործերը եւ ոչ էլ խոսքերը, ապա ի՞նչն է, որն է այն բանալինը, որը մենք փնտրում ենք։ Եկեք անցնենք մեր երկրորդ բաժնին՝ ծառայասիրության ոգին։ Այստեղ կարծում եմ կսկսենք բացահայտել հիմնական սահմանումը։ Ահա եւ պատասխանը, որին մեզ հասցնում է աղբյուրը։ Իսկական քրիստոնյան Քրիստոսի հետևորդը, այն մարդն է, ում սիրտն ու միտքը լցված են ծառայելու ոգով, ոչ թե եսասիրությամբ։ Ամեն ինչ հենց այս ներքին փոփոխության մասին է, եսից դեպի ուրիշները։ Փաստորեն աղբյուրը շատ ուղիղ է ասում. եթե քո սիրտը ծառայության ոգով չի առաջնորդվում, ուրեմն դու դեռ նրա հետևորդը չես։ Եվ գիտեք ինչն է հետաքրքիր, սա ամբողջովին նոր լույսի տակ է ներկայացնում այն հայտնի խոսքերը. «Վերցրեք ձեր խաչը եւ հետևեք ինձ»։ Մենք հաճախ սա անցալում ենք որպես տառապանքի կոչ, բայց աղբյուրի համաձայն սա իրականում կյանքի իմաստի բացահայտումն է, կյանք, որը նվիրված է ծառայությանը։ Խաչը վերցնելը նշանակում է հրաժարվել եսասիրությունից եւ ապրել ուրիշների համար։ Որպեսզի այս միտքն ավելի ամուր հիմքեր ունենա, աղբյուրը մեզ տանում է դեպի Մատթեոսի ավետարանի 25-րդ գլուխը։ Հիշում եք այն հատվածը, որտեղ ոչխարներին առանձնացնում են այծերից։ Ո՞րն է այնտեղ չափանիշը։ Ոչ թե դու հավատում էիր կամ քանի անգամ ես եկեղեցի գնացել։ Ոչ, միակ չափանիշը ծառայությունն է։ Կերակրեցիր քաղցածին, հագցրիր մերկին։ Վերջնական դատաստանը, ըստ այս հատվածը, ամբողջությամբ հիմնված է հենց ծառայող սրտի վրա։ Լավ, այս ամենը տեսականորեն շատ լավ է հնչում, բայց ինչպես այն կիրառենք մեր կյանքում։ Ինչպես հասկանանք, թե որտեղ ենք մենք գտնվում։ Եկեք անցնենք երրորդ բաժնին, ստուգենք ինքներս մեզ։ Աղբյուրն առաջարկում է 4 շատ կոնկրետ հարց ինքներս մեզ ախտորոշելու համար։ Պատրաստ եք, եկեք անկեղծ լինենք ինքներս մեզ հետ։ Առաջին հարց. ես անձամբ հոգ տանում եմ կարիքավորների մասին, թե մտածում եմ դա կառավարության գործն է։ Երկրորդ, եւ սա շատ բարդ է, կարող եմ արդյոք սիրել նրանց, ում հետ դավանաբանական հարցերում բացարձակ համաձայն չեմ։ Երրորդ, իմ սրտում զայրույթ ու աններողամտություն պահում եմ որևէ մեկի նկատմամբ։ Եվ վերջինը, իմ միտքը անընդհատ զբաղված է զգացմունքային դրամաներով ու վայրիվերումներով, թե ես եմ այն վերահսկում։ Այս հարցերը իսկապես խորը մտածելու տեղիք են տալիս։ Դե ինչ, այս ինքնակրնությունը պարզապես անհատական վարժություն չէ։ Ծառայության այս ոգին մեզ տանում է դեպի մի ավելի մեծ բան, եւ սա մեր 4-րդ բաժինն է, ինչպես դառնալ կենդանի ցանցի մի մասը։ Եկեք տեսնենք ավելի մեծ պատկերը։ Աղբյուրն օգտագործում է մի շատ գեղեցիկ պատկեր։ Այս ամբողջ ճանապարհը նրա համար է, որ յուրաքանչյուրս դառնանք կենդանի քար, մի ավելի մեծ կառույցի, կենդանի ցանցի մաս։ Պատկերացնում եք։ Խոսքը ոչ թե մեկուսացված անհատների, այլ միմյանց հետ կապված, միմյանց աջակցող մի հզոր համայնքի մասին է։ Իսկ ինչպես հասնել դրան։ Ինչպես ապահովել այդ աճը։ Աղբյուրն առաջարկում է 3 պարզ, բայց շատ խորը քայլ։
Առաջին, պետք է այսպես ասած մոռանալ այն ամենը, ինչ մարդիկ են մեզ սովորեցրել։ Երկրորդ, թույլ տալ, որ Սուրբ Հոգին ուղղակիորեն սովորեցնի մեզ։ Եվ երրորդ, չանհանգստանալ անցյալի կամ ապագայի համար, այլ կենտրոնանալ հենց այս պահի հոգևոր աճի վրա։ Սա միանգամից տեղի ունեցող բան չէ, սա ճանապարհ է։ Եվ եթե այս ամենը ձեզ հետաքրքրեց, եթե կենթանի ցանցի գաղափարը ձեզ գրավում է, ապա իմացեք, որ կա մի վայր, որտեղ կարող եք միանալ այս ճանապարհին գտնվող մյուս մարդկանց։ Դա preparingyou.com կայքն է։ Եթե ցանկություն ունեք, կարող եք այցելել, մենք հղումը կթողնենք այս տեսանյութի նկարագրության մեջ։ Այսպիսով, երբ մենք ավարտում ենք մեր այսօրվա քննարկումը, ես ուզում եմ ձեզ թողնել մեկ վերջնական հարցով։ Մի հարց, որը հուսով եմ ձեզ հետ կմնա այս զրույցից հետո էլ։ Իսկապես, ինչ է նշանակում ծառայելու ոգին ձեզ համար, հենց ձեր առօրյա կյանքում։ Եթե այս քննարկումը ձեզ համար արժեքավոր էր եւ մտածելու տեղիք տվեց, խնդրում եմ մի մոռացեք հավանել այս տեսանյութը եւ բաժանորդագրվել մեր ալիքին նմանատիպ այլ թեմաներ բաց չթողնելու համար։ Շատ հետաքրքիր կլինի կարդալ ձեր մտքերը մեկնաբանություններում, իսկ եթե գիտեք մեկին, ում այս թեման կարող է հետաքրքրել, անպայման կիսվեք նրա հետ։ Ձեր աջակցությունը շատ կարևոր է մեզ համար։ Շնորհակալություն, կհանդիպենք հաջորդիվ։